Ողջույն սիրելի հետևորդ, այսօր մեր 6-րդ դասն է, սկսնակ չափահասների համար կանցնենք 12 և 13-րդ էջերին։ Այսօրվա մեր դասը վերաբերվելու է the grand stuff, այս երկու կապակցված հնգագծերին, որը, ասենք, կոչվում է մեծ հնգագիծ, կապակցված, the sum of the not in bulk։ Մենք նախորդ դասերից անցել էինք, օրինակ առանձին, տեսեք, սա բարձր հնչյունների համար է նախատեսված այս հնգագիծը, որ տեսեք դիրքը կենտրոնից դեպի աջ, 1, 2, 3, 4, 5 մեր մատները, իսկ կենտրոնից դեպի ձախ այս դիրքը օկտավ ներքև արդեն տեսնում ենք, որ մեր ցածր հաճախականությամբ հնչյունների հնգագծին է վերաբերվում, որը այստեղ ասվում է the bass staff and treble staff, տեսեք, սա մեր bass clef-ն է, բասի բանալին է, իսկ սա մեր treble staff, treble clef, այսինքն ջութակի բանալին։ Այս երկուսը այսուհետ when joined together with a brace, երբ որ նրանք արդեն կապակցվեն, տեսեք, այս bracket-ով, brace, collet, այսինքն ակոլադը, ինչ է լինելու, make up the grand staff, նրանք դարձնելու են արդեն մեծ հնգագիծ, որոնք արդյոք պետք է իրար հետ համագործակցեն, պետք է նվագակցեն իրար։ Հասկացանք, որ սա մեր արդեն հիմնական գլխավոր թեման է լինելու այսօրվա դասի, որ այսօր պետք է երկու ձեռքերով նվագենք միասին։ Սա էլ մեր սխեման է, ուշադիր եղեք, իսկ այսօր կարող ենք նաև ծանոթանալ, թե ինչպես մտաբերենք նոտաները, եկեք մի անգամից երկու ձեռքերին չանդրադառնանք, որ դժվար չլինի։ Այսօր օրինակ ես ձեզ կհուշեմ, թե ինչպես դուք կարող եք օրինակ աջ ձեռքում հիշել նոտաները ու սովորել վարժանքներ կատարել։ Այստեղ ունենք արդեն այդ նոտաները մտաբերելու մեթոդ։ Ինչպես գիտենք, ուրեմն տողերի մեջ 4-ն են, տարածության մեջ, տեսնում եք, F, A, C, E, չէ՞։ Իսկ տողերի վրա 5-ն են, տեսեք, E, G, B, D, F։ Եվ այս տառերով հիմա մենք բառախաղ պատրաստենք, որպեսզի հեշտ մտաբերեք, պետք է այն օրինակ անգի սովորեք, որպեսզի եթե ինչ-որ մի հնչյուն տեսնեք տողի վրա կամ տողամիջում, միանգամից մտաբերեք որն է այն։ Օրինակ մենք ունենք արդեն մեր օժանդակ գծի վրա, տեսեք այս դոն, որն է առաջինը, արդեն գիտենք որտեղ է գտնվում, սա օժանդակ գծի վրա, պետք չէ արդեն սա մտցնել այդ բառախաղի մեջ, եւ նաեւ ունենք սոլ, տեսեք, այս սոլը երկրորդ գծի վրա է գրվում, այս ջութակի բանալիում, տեսնում եք, նշել եմ արդեն, այս կետը հենց սոլից գալիս է, սոլը արդեն գիտենք, կամ կարող եք այս սոլից բարձրանաք, սոլ, սի, դո, այդպես բարձրանաք, կամ իջնեք սոլ, ֆա, մի, ռե, դո, կամ դոից բարձրանաք, դո, ռե, մի, ֆա, սոլ եւ տառերով, նույնպես սրա միջոցով կարող եք գտնել, կամ մենք ունենք մի բառախաղ, որն է, լսեք, every green bus drives fast, նշանակում է ամեն կանաչ ավտոբուս շարժվում է, վարում է արագ։ Եթե սա դու արդեն մտաբերես անգիր, կարող ես արդեն շատ հեշտ գտնել այս նոտաները գծերի վրա։ Իսկ արդեն գծամիջում, տեսեք, face, նշանակում է դեմք, լիցո, խզեղտ։ Երևի Facebook-ի մասին արդեն լսած կաք, այդ դեմքը, այդ անձը, personality-ն, արդեն քո այդ book-ը, գիրքը, այդ քո անձի գիրքն է, ոնց որ դոկումենտացիան է, որ ամբողջ Facebook-ը դրանումն է, որն արդեն քեզ կարդում է, մտաբերում է, հասկանալի է, եւ այսպես դու կարող ես այս face բառով, կարող ես այս գծամիջում նոտաները միանգամից գտնել, որտեղ է գտնվում։ Կա նաև հոլանդական տարբերակ, օրինակ Elke goede bal draait fijn։ Այս էլ կարող եք օգտագործել, ովքեր որ Հոլանդիայից են դիտում։ Եվ կարող է նաև լինել fijn allemaal citroenen eten։ Սա էլ կարող եք օգտագործել։ Եվ ինքներդ որոշեք, նույնիսկ կարող եք հայերեն տարբերակով էլ մտածել, քանի որ չափահաս եք, ինքներդ ձեր մեթոդը մշակեք եւ կարող եք արդեն օգտագործել։ Կարող եք նաեւ այլ ընտրանքային անվանումներով, օրինակ մի, սոլ, սի, ռե, ֆա։ Կարող եք ամեն բառ ինչ որ մի բառախաղ կազմակերպել, փոքր մի նախադասություն, որպեսզի մտաբերեք այս նոտաները։ Նույնն է այս տողամիջում։
Սա այս փոքրիկ հուշումներ, սակայն իսկ հաջորդ դասին արդեն կանդրադառնանք բասի բանալի հուշումներին, հա։ Սա այս առայժմ աջ ձեռքի համար էր ասված, հա, սոլի բանալի, ջութակի բանալի համար։ Անցնենք արդեն հաջորդին։ Տեսեք, այստեղ արդեն ունեմ տնային աշխատանք իմ աշակերտների համար, այս թերթիկն էլ կտեղադրեմ իմ օրինակ զապիսների մեջ, հա, այդ post-երի մեջ, որպեսզի դուք այդտեղ էլ տեսնեք, սա միգուցե կարող եք print անել, տպեք, հա, որ արդեն ինքներդ այս վարժանքները կատարեք։ Հիմա ես ձեզ նոր մեթոդը, այդ հուշման տեղադրեցի, եւ դուք կարող եք այս օրինակ ստեղ պետք է ինքներդ տառերը տեղադրեք, հա, որ օրինակ երկրորդ գծի վրա որն է գտնվում, ահա, երկրորդ գծի վրա արդեն գիտենք հուշումը, որ դա սոլն է, հա, սոլի բանալին հենց գալիս է սոլի անվանումից։ Եվ այստեղ պետք է այդ G տառը կամ գրեք սոլ, ոնց ուզում եք։ Եվ այսպես, տեսեք, արդեն սա տողամիջում է։ Ահա, տողամիջում մենք ինչ գիտեինք, ոնց էր սկսվում face։ Իհարկե, առաջինը սա պետք է լինի արդեն F-ը, որովհետև առաջին տառը դա հենց F-ն էր։ Եվ այսպես շարունակ, իսկ այստեղ պետք է անեք արդեն դուք ինքներդ պետք է տեղադրեք նոտաները։ Սա արդեն ան է, որտեղ էր այդ ան, հիշեք, face-ը։ Face-ը երկրորդն է, հա, երկրորդ տառն է արդեն, ուրեմն ան արդեն գրվում է երկրորդ եւ երրորդ գծերի մեջտեղը։ Եվ այսպես դուք կարող եք վարժանքներ անել, տանը շատ կարևոր է սա։ Սա անպայման կտեղադրեմ, որ դուք ինքներդ կարողանաք սովորել։ Արդեն ոնց նոտաները քիչ-քիչ մտաբերել։ Ինչ է տրվում այստեղ։ Սա արդեն մեր time signature, նշանակում է mat sort, հա, mat taken, ոնց որ սա մեր ռիթմի ցուցիչն է, ռիթմի կոտորակային տեսքով տեսնում եք, հա, size-ը, ռազմերը, указание ռիթմը, ոնց որ ասում են, իսկ ասենք այդ կոտորակի տեսքով, ինչպես մաթեմատիկայից արդեն գիտենք, սա համարվում է numerator եւ denominator, այսինքն համարիչն ու հայտարարը, այս բաժանարարը, հայտարարը եւ համարիչը, ինչ է ասում, այսինքն վերևի ձայնը means 4 beats to each measure, այսինքն 4 զարկ, հա, տևողություն ամեն մի այս տակտում, իսկ այստեղ բաժանարարներ պետք է հավասար, այսինքն means a quarter note gets 1 beat, այսինքն կվարտ նոտան այստեղ արդեն մեկ զարկ է ստանալու, պետք է այս նախշերի միջոցով բաժանվի հավասար մասերի, տեսանք, պետք է ամեն տակտում լինի 4 վայրկյան տևողություն, 4 սեկունդը, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, այստեղ ասում է արդեն, music has numbers at the beginning, called the time signature, այսինքն երաժշտության մեջ այդ սկզբում, հա, սոլի բանալից եւ բասի բանալից հետո բանալի նշաններից հետո դրվող անմիջապես այս կոտորակի տեսքով թվերը նշանակում է այդ ռիթմի ցուցիչը, հա, measurement-ն է նշանակում։ Շատ կարևոր է։ Գնացինք առաջ, playing on the ground stuff, այսինքն մենք հիմա պետք է ոնց որ սովորեցինք այս մեծ հանգագծերի վրա արդեն նվագենք, only the starting finger number for each hand is given, այսինքն առաջին մենակ սկզբնա համարը, սկսվող համարն է նշված այստեղ, տեսեք արդեն սա այս վերևինը, վերևի ձայնը, սոլի բանալին այստեղ է գտնվում, դիրքը կենտրոնից դեպի աջ եւ համարները ինքնստինքյան գնում են 1, 2, 3, 4, 5, էլ գրված չէ, դուք ինքներդ կարող եք տեղադրել, վերև է գնում, ահա, եկավ վերև, եւ արդեն իջավ հաջորդաբար համարներով իջավ ներքև, հիմա ցույց կտամ ինչպես է, այստեղ ինչ է ասում, օրինակ the following practice procedure is recommended for the rest of the pieces in this book. Այսինքն ասում է այս հետևյալ այս վարժանքի պրոցեդուրը, հա, ոնց որ procedure ինքը մեթոդը, այդ ընթացակարգը խորհուրդ է տրվում, որ պահպանվի այս գրքում բոլոր մասերում, որ պետք է նվագենք, որովհետև տեսեք, մեր կանոնադրությունն է այդ երեք, հա, որ ծափ տուր կամ տկտկացրու, թափ, հա, եւ հաշվիր, նվագիր եւ sing the words if any, այսինքն երկիր այս բառերը, եթե կան։ Այստեղ դեռ բառեր չենք գտնում, մենակ կնվագենք եւ կհաշվենք։
Այստեղ արդեն ինչ է տրված, տեսանք մեր արդեն grand staff-ի վրա, այս աջ ձեռքը գնում է մեղեդին, բայց ձախ ձեռքում դադար է, սրանք դադարի նշաններ են, նախշերն են, տեսեք ասում է, this sign is a wall rest, այսինքն այս նախշը դա ամբողջ դադար է, սա համարժեք է ամբողջ նոտայի, որ գիտենք, հա, այդ ամբողջ նոտան, որ շրջանակով դատարկ առանց գծի, 4 տևողություն ունի, 4 հաշիվ, 4 սեկունդը, դա հենց սրա համարժեք նախշն է, որտեղ է գտնվում, 1, 2, 3, 4, 4-րդ գծից կախված, տեսնում եք, 4-րդ գծից կախված այս սրանք, այսինքն դու դադար ունես, ձախ ձեռքը չենք նվագելու, մենակ նվագելու ենք աջ ձեռքը այս դեպքում, իսկ ներքևում հակառակը, աջ ձեռքն ենք դադար վերցնելու, ձախն ենք նվագելու, այսինքն այս դիրքում ենք գտնվելու արդեն, տեսեք ասում է right hand, silent a wall measure, այսինքն աջ ձեռքը լուր է, դադար է, հա, վերցնում ամբողջ այս տակտում, ամբողջ տակտում դադար մենակ աջ ձեռքը, ինչպես տեսնում ենք այս վերջում արդեն double dots mean repeat from the beginning, այս կրկնակի փոքր կետիկները նշանակում է, որ մենք պետք է նորից սկսենք և այստեղ նորից ավարտենք, երկու անգամ պետք է կրկնենք այս փոքրիկ վարժանքը, տեսեք արդեն double bar-ն էլ հետը դրված է, հիմա ես արդեն սա կհաշվեմ և կտպտասնեմ սկզբից և կհաշվեմ, գնացինք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, արդեն այստեղ ձախ ձեռքով պետք է լինի, կապ չունի, հիմա 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես տեսանք արդեն սա այդ 4 քառորդ նոտաներն էր, հա, որ բաժանվել է հավասար մասերի, տեսանք, սա մեկին համարժեք է, իսկ սա երկուսին, չէ, սա երկու հատ 1, 2, այստեղ էլ մի հատ 2 քառորդ նոտա, այլի ինքը օրինակ բաղկացած է 2 քառորդից, 2 քառորդ նոտաներից, այսինքն 1, 2, 3, 4, սա արդեն բացատրել եմ նախորդ դասերից, հիմա արդեն ես ձեռքս կտիրքավորեմ կենտրոնից դեպի աջ, հա, կդնեմ այդ 1, 2, 3, 4, հա, 5 և կնվագեմ կլսեք, այստեղ, կենտրոնում, գնացինք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, անցանք ձախ ձեռքին, տեսեք, սա մեր կենտրոնն է, դիրքը վերցնում ենք արդեն մեկ դիրք ներքև և 5-րդ մատով սկսելու ենք այստեղից դոյի վրա, հիմա կարող եմ նաև այստեղ ցույց տալ, սա էլ 5-րդ մատով, օրինակ սա մի կենտրոնն է, մի դիրք իջնում ենք ներքև, 5-րդ մատով պետք է սկսենք նվագել, տեսեք, հաշվելով նվագում եմ, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, կամ էլ կարող եք այլընտրանքային անվանումներով էլի գնացինք կենտրոն առաջին մատով, աջ ձեռքը, դո, ռե, մի, ֆա, սոլ, 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 ֆա, մի, ռե, դո, 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 ձախ ձեռքն էլ եկեք արդեն տառերով, C, D, E, F, G, 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 F, E, D, C, 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 սա էլ մեր 12-րդ էջի մասին էր, անցանք 13-րդ էջին, 13-րդ էջ, այստեղ արդեն վարժանքն է ուրիշ կերպ, տեսեք, արդեն նախշերի տեղերը փոխվել է, օրինակ այստեղ արդեն 2 քառորդ նոտան է առջևում, արդեն այստեղ գնում են քառորդ նոտաները, հա, օրինակ սա կես նոտան է, սրանք արդեն քառորդ նոտաներն են, հաշվենք, տեսեք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1,
2, 3, 4, ինչպես տեսակ ամբողջ նոտան արդեն 4 վարկյան տևողությամբ պահվեց, և արդեն ձախ ձեռքում, տեսեք էլի մեր դադարը, ամբողջ տակտի դադարները դրված են, այսինքն աջ ձեռքը պետք չի այստեղ նվագվի, այստեղ ձախ ձեռքն էր դադար, հիմա աջ ձեռքում, օրինակ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, սա նույնպես պետք է մենք համարների, մատների համարների արդեն միջոցով շարունակենք առաջ, ինչպես տեսնում եք արդեն այստեղ 1, 1, 3 է գնում, հաջորդաբար չի գնում, պետք է ուշադիր լինեք, հիմա արդեն ես կդիրքավորեմ աջ ձեռքը, տեսեք արդեն կենտրոնից աջ ձեռքով դիրքավորում եմ և հիմա արդեն, տեսեք, ստեղների վրա էլ այստեղ ենք գտնվում, առաջին մատով, գնացինք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ձախ ձեռքը արդեն գնացինք այստեղ, վերցնում ենք 5-րդ մատով, այստեղից արդեն սկսում ենք 5-րդ մատով, դիրքավորեցինք հաշվելով, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես տեսնում եք արդեն կետերը, դա նշանակում է պետք է նորից կրկնել, իսկ մենք այդ նորից կրկնելու փոխարեն կանենք արդեն երևի թե այլ ընտրանքային անվանումներով կնվագենք, դո, դո, մի սոլ, դո, 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 իսկ հաջորդը ձախ ձեռքը եկեք արդեն տառերով, սի, սի, իջի, իջի, սի, 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 նման մի բան, շատ հեշտ է, անցանք հաջորդին, այստեղ արդեն տրված է մեր մեքսիկան hot dance, այսքան այդ մեքսիկական hidden dance, երևի գիտեք, որ այդ գլխարկներով պարն է, մեքսիկական, շատ հայտնի պարի մասին է խոսքը, հիմա գնանք, տեսնենք այստեղ ինչ ենք սովորում, այստեղ աջ ձեռքում ուշադիր եղեք, որ սա մեր ջութակի բանալին է, ուրեմն արդեն դիրքը այստեղ է գտնվում, և տեսնենք որ ամբողջությամբ դադար է, այդ 4, այդ ամբողջ նոտայի դադարն է, այս սրա համարժեք, նույնն է սա և սա նույնն են, այս դադարը և այս նոտան, նրանք համարժեք են, նրանք նույն տևողությունն են, հաշվում են 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, նույնն են, և այստեղ էլ արդեն անցնում ենք ձախ ձեռքին, բայց նախքան անցնելը տեսնում ենք, որ այստեղ մենք նոր մի դադարի նշան ունենք, կսովորենք արդեն այս նշանը, this sign is a quarter rest, rest for one count, այսքան այսում է այս նշանը, սա կվարդ նոտային համարժեք նշան է, դադարի նշան, և հաշվում է 1, սա արդեն այստեղ պետք է մենք 1 վարկյան դադար պահենք, և այդ ընթացքում կարող ենք արդեն ձեռքը պատրաստել հաջորդ նոտայի համար, տեսեք, այստեղ արդեն 2 քառորդ նոտա է, այսինքն 2, 1, 2, այստեղ 3, 4, 4-ը դադար է, 4-ը չենք նվագում, 4-ի դեպքում արդեն հիմա կհաշվեմ, կտեսնեք ինչ է լինելու, տեսեք այսպես, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, տեսեք, այսինքն ձեռքը բարձանում է վերև, բայց շարունակում ենք հաշվել իհարկե, և այստեղ էլ 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես տեսանք արդեն այստեղ ձախ ձեռքում է դադարը, աջ ձեռքում արդեն պետք է հաշվենք իհարկե ու նվագենք, հիմա ես ուզում եմ այս նույնը նվագել, տեսնում ենք աջը դադարն է, ձախը դիրքավորում ենք այստեղ, տես արդեն տեսնում ենք, որ որտեղից ենք սկսելու, սոլից ենք սկսելու, ինքը տված է այս դիրքը ձախ, դիրքավորում ենք 5-րդ մատը, այսինքն ճկույթը ընկնում է այստեղ, դիրքավորում եմ իմ ձեռքը հիմա, գնացինք,
Կարելի է նաև այլընտրանքային օրինակ sol mi re mi fa re mi do տեսեք կամ 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Հիմա անցանք ներքևը Աջ ձեռքը եկեք հաշվեմ սկզբից, օրինակ, դիրքավորում է կենտրոնից, գնացինք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինչպես զգացիք, դադարները պահվեց, այսինքն չնվագվեց, բայց հաշվեցինք, և հիմա արդեն այլ ընտրանքային, sol, mi, re, mi, fa, re, do Կարող եք նաև տառերով ինքներդ արդեն հաշվել և նվագել տառերով էլ կարող եք ինքներդ մտքում, արդեն եթե դուք ինչ-որ բան երգում եք, արդեն մտքում պետք է հաշվել։ Եվ այստեղ արդեն կա երգի տեքստը, որ ասում է play it, հա, play the famous hot dance, dance it, dance the famous hot dance, այսինքն ասում է նվագիր այս հանրահայտ հայտնի գլխարկների պարը և պարիր այս հայտնի գլխարկների պարը, սրա մասն է խոսքը, play it, այստեղ play it now for me, այսինքն այստեղ պետք է նվագես ինձ համար և it's such fun to see, սա ինչքան հաճելի է տեսնելը, սրա մասն է խոսքը, կարող ենք երևի թե մի հատ փորձեմ, օրինակ, Dance it, dance the famous head dance. Հետո արդեն այստեղ աջ ձեռքով play it now for me. Սա ինչ-որ մի բան, կարող եք ինքներդ փորձել երգել, եթե կարողանում եք ավելի լավ, սրանք ուղղակի վարժանքներ են, որ տարբեր ձևերով կարող եք օգտագործել, մինչև ռիթմը ձեր մեջ մտնի արդեն։ Ու մի մոռացեք, որ այստեղ ունենք պաուզաներ, սրանք ռեսթն են, հա, այսինքն սա համարժեք է մեր քառորդ նոտային, այսինքն պահվում է 1 վայրկյան, հա, իսկ սա արդեն մեր ամբողջականի, ուրեմն պաուզաներ, հա, ոնց որ դադարը։ Ինչ մնաց։ Երևի թե այսքանը, հիմա արդեն ստեղների վրա երևի ցույց կտամ, թե ինչպես պետք է նվագենք շատ կարճ։ Գտնվում ենք 12-րդ էջում։ Դիրքավորումը կենտրոնից աջ ձեռքով։ Հիմա ձախով։ Գնացինք հաջորդ էջը, 13-րդ էջ, կենտրոնից աջ ձեռքով, սկսում ենք 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, ձախն ենք դիրքավորում, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 Հիմա ներքևում մեքսիկան hot dance, ձախ ձեռքն ենք դիրքավորում, սկսում ենք առաջին մատից, սոլից, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, աջ ձեռքը, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4 Իհարկե այս բոլոր վարժանքները կարող եք երկու անգամ կրկնել Սա 30-օրվա դասի համար հուսով եմ, որ ինչ-որ մի բան սովորեցիք այս դասից և եթե ձեզ հավանել եք, մնացեք ինձ հետ, արդեն հաջորդ դասը կանցնենք 14 և 15-րդ էջերին Շնորհակալություն, մինչև նոր հանդիպում, հաջողություն